Անկախություն չկա, որ Ես կազմակերպչական կոմիտեի կամ խմբի մեջ չեմ, ես քաղաքացի եմ, եկել եմ իմ շահերը պաշտպանելու բոլորի հետ։ Կա կազմակերպչական երիտասարդ համեմատաբար խումբ, որը կարելի ասել զբաղվում է կազմակերպչական հարցերով։ Ինչպես որ որոշվեց, այնպես էլ ես կանեմ, ես կենթարկվեմ ընդհանուր կանոններին։ Այսինքն եթե որոշվեց երեկվա պես մնալու ենք, հա, չմնանք։ Քաղաքական իմաստով սա ոստիկանություն չէ, սա Սերժիկ Սարգսյանի պաշտպանության թիմն է եւ ամեն չանք կներդնեն, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ իր պալատն ու պալատները պաշտպանեն, իսկ տեխնիկական իմաստով շատ անհաջող ամփորձ ոչ պրոֆեսիոնալ կգնահատեմ ոստիկանության առավոտվա արազները, անհամաչափ ուժի կիրառում է եղել նախ, խաղաղ ցուցարարներին փոխանակ ցույցը շարունակել օգնել է, իրենք խոչընդոտել են խաղաղ ցույցի ընթացքը։ Գործադրել են այդ ջրաշիթերի մեթոդը իրենց ես ունեցած զրահը եւ գործիքները եւ այդ իրենց ջուր շպրտող մեքենայի գլխիկներից մեկը պոկվեց եւ ջրի շթի հետ շպրտվեց ցուցարարների վրա, որովհետեւ կառավարել չգիտեն ըստ երևույթին, շատ բռի ու կոշտ են եղել, ահագին մարդ վիրավորված է ոտքերից, թևերից, կողերից եւ այլն, հա։ Էս է, իրան հրաման են ստանում, կատարում են։ Ես լուրջ չեմ ընդունում Սերժ Սարգսյանին սպասարկող Հայաստանի ոստիկանության որևէ պաշտոնյայի խոսք։ Երբ հրաժարական կտան ելնեն մեղայականով հանդես կգան, այդ ժամանակ կարելի է լուրջ ընդունել իրենց խոսքերը։ Հիմա իրենք Սերժ Սարգսյանի սպասարկու անձնակազմն են երևի 60,000 հոգով։ Ինչ են ունի այս դեպքում Սերժ Սարգսյանը եւ քաղաքացիները ոտքի։ Սերժ Սարգսյանը այսպիսի խնդիր չի ունեցել նախկինում։ Ինքը ունեցել է խնդիր իշխանության միտող քաղաքական ուժերի հետ։ Հիմա ինքը խնդիր ունի լայն հասարակության հետ, քաղաքացիական հասարակության եւ քաղաքացիական բունտի հետ։ Եվ այս խնդիրը դեռ իր մոտ լուծված չէ։ Միակ լուծումը, որ տեսնում է, իբր թե ճանապարհ բացելն է, բայց տեսնում եք, որ չի լուծում։ Հենց հիմա Գյումրիում մոտ 300 հոգի են ցույցի, Վանաձորում էլի մի այդքան մարդ են ցույցի։ Ես չգիտեմ մյուս քաղաքներում ինչ վիճակ է, բայց սա մի խնդիր է, որը բոլորին է վերաբերվում։ Տպավորություն կա, որ Սերժիկ Սարգսյանի կալվածքում ինչ որ սեփական ատոմակայան կա, որից ցնուցում է այս ոստիկանների ընտանիքների լույսը, բան եւ այլն։ Կամ ինչ որ նպաստ են տալու իրենց, ինչ որ արտոնություններ են տալու, որպեսզի իրենք իրենց մաշկի վրա չզգան այդ թանկացումները։ Արդյոք այսօր ոստիկանություն կրկին այդպիսի դաժան Ընդունակ է։ Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ընդունակ է ամեն ինչի, հիշեք մարտի 1-ը, հարցեր չկան այդ մասով։ Պարոն Վարսեղյան, ինչ կտա, եթե ճանապարհը բացվի Բաղրամյան 26-ի վերջը հասնեն ցուցարներ զիջումների գնահատական։ Գիտեք, նայեք, մի վարքյան մոռանանք, թե Սերժիկ Սարգսյանը չի զավթել իշխանությունը։ Ենթադրենք օրինական իշխանություն է, բան մարդիկ իր մարդիկ են, այս պետության ժողովուրդն են, որը հարկ է վճարում, որ իր պես աշխատավարձ ստանա այնտեղ։ Մարդիկ ուզում են գնալ բան ասել իրեն։ Բա ում ասեն, որտեղ ասեն, թող ասի որտեղ ասեն, գնանք այնտեղ ասենք։ Էս է տրամաբանությունը։ Աթոռը չեն ուզում տագից տանել, առայժմ չեն ուզում։ Մի երկու անգամ էլ կշարունակի, կասեն ապեր, ել գնա տուն, ել գնա կոշ։ Մարդկանց պահանջները պետք է կատարվեն։ Էս է հասարակ բան, եթե ֆայմ ունենար, քտիծակ ունենար, խելք ունենար, կելներ կգար այստեղ մարդկանց հետ կխոսեր։ Չէ, մարդ այնտեղ փակվել է իր ակվարիումի մեջ, երևի իրեն չեն ասում ինչ կա, չկա։ Մի հատ լավ մուլտիկ են տրել կազինոյի մասին, նստած նայում է մարդը, ըստ երևույթին։ Արդյոք Վլադիմիր Կասպարյանը պետք է հրաժարական չտար ոստիկանության։ Վլադիմիր Կասպարյանը մոտարապես 700 անգամ պետք է հրաժարական տար ոստիկանության պետի պաշտոնից անցած տարիներին իր խայտառակ աշխատանքի համար։